Շուրջ մեկ շաբաթ շարունակված հակաեկեղեցական ստատուսագրությունը կարծես ընդհատվել է։ 4 օր է Facebook-ի թիվ 1 օգտատերը ոչինչ չի գրել հոգևորականների կուսակրոնության ավանդական դարձած թեմայով։ Ինչու է լռել Փաշինյանը։ Ինչու անամ, երևի դեղերը խմել է։ Փաշինյանը կարող է եւ չլռել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում միայն պատիվ են համարում թիրախավորվելը այն իշխանության կողմից, որ հոգևորականների համոզմամբ երկիրը կործանման է տարել։ Առողջ բանավեճի ըստ էության հնարավորությունը սպառված է եւ կարծում եմ խիստ անհրաժեշտ է եւ գնահատելի է, որ իրավաբանները նախաձեռնել են այդ բոլոր գործողություններին իրավական գնահատական տալ։ Իրավական գնահատական է ակնկալում եկեղեցին Փաշինյանի հակաեկեղեցական քայլերին, ենթադրելով, որ կգա նաև առողջապահական համակարգի մասնագետների գնահատականի ժամը։ Առողջապահության նախարարությունը չի տեսնում, որ առաջին անձը, որը զբաղեցնում է դատորը, հոգեկան լուրջ խնդիրներ ունի։ Այսինքն ոչ մի ինստիտուտ չի աշխատում այս երկրում, ոչ մի կառավարական, ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում։ Ակննդական ատամննդատաման սկզբունքով է պատասխանելու եկեղեցին Փաշինյանի վիրավորանքներին ու հայտարարություններին, որ անվանում է զրպարտություններ, թե մյուս այտնել է դեմ տալու, ընդունելով երկրորդ ապտակը։ Այդ անհեթեթությունների համար դատի չի տալիս վեհապարը այդպիսի մոտեցումներ չունի եւ եկեղեցին առհասարակ նման մոտեցումներ չի ողջունում։ Դատի չի տալու կաթողիկոսը Փաշինյանին, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Բայց Մայրաթորի ներկայացուցիչները զգուշացնում են, վայն եկել է տարել նրան, եթե հանկարծ իրականության հետ աղերս ունենան, մամուլի բերանն ընկած տեղեկությունները, թե վարչապետը մտադիր է աղանդավորական խմբեր ուղարկել շրջափակելու մայր տաճարը։ Ես հույս ունեմ, որ նման անխոհեմ քայլեր չեն կատարվի, որովհետև դա ռիսկ է պարունակում իր մեջ կոնկրետ որոշակի բախումների։ Ուրեմն ես ասել էի, չէ, եթե դուք ընդունակ եք ամեն ինչի, մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Նույն չարությամբ Չէ, չարությանը դա ուրիշ բան է, ինքնապաշտպանությունը եւ անհրաժեշտ գործիքակազմ ցուցաբերել նման բաներին, նա շուտ ուրիշ բան է։ Հակաեկեղեցական սկանդալային ստատուսագրությունը անցած շաբաթ էր վտանգավոր գործողությունների փուլ մտցրել Փաշինյանը։ Կարեգին երկրորդին վեհարանից վտարելու, կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար Հայաստանի վարչապետը որոշել էր համակարգող խումբ ստեղծել։ Եկեղեցին այդպիսի բաներ տեսել է։ Օձյալ հայրապետը մնում է օձյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանի եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Առաջարկում եմ քննարկումը սկսել աղոթքով, որից հետո կնչի Հայաստանի Հանրապետության օրհներկը։ Պետության եկեղեցու հարաբերություններն են քննարկել այսօր մի խումբ իրավապաշտպաններ, իրավաբաններ, Շիրակի թեմի առաջնորդի, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետի հետ։ Մոտ տպավորություն է ստեղծում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որովհետև կուսակրոնները խախտել են իրենց ուղղը։ Մայրաթորի դիվանապետը ակնհայտ է համարում, Փաշինյանը փորձում է իր ձախողումների համար մեղավորներ կարգել։ Առնվազն ծիծաղելի է ըստ քննարկման մասնակիցների Փաշինյանի մեղադրանքը, թե առաջինը եկեղեցին է խախտել պետությունից տարանջատման սկզբունքը ու միջամտել քաղաքական իշխանության գործերին։ Այսինքն մի իշխանություն, որ կարող է հազարամյա, երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, եւ մենք պիտի ծափահարենք եւ ասենք, հա, դա մեզ չի վերաբերում, սա քաղաքական հարց է։ Եվ որ մի իշխանություն հայրներով, հազարներով եկեղեցիներ եւ բանկեր հանձնում է թշնամուն եւ այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվել է։ Փաշինյանը Աջապահյանի կարծիքով պետական շանտաժով է զբաղված Հայաստանի թշնամի պետությունների առաջին դեմքերի հրահրմամբ։ Զարմանալի զուգադիպության Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատականն էլ նույնն է։ Չնայած Փաշինյանը պնդում է, թե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապ չունեն իր գործողությունները, դրանք զարմանալիորեն նման են այն քայլերին, որ Օսմանյան կայսրության տարիներին թուրք սուլթաններն էին անում պատրիարքների փոփոխություններ անելու համար։ Այն ժամանակ Facebook չկար, սուլթանները ստատուսներ չէին գրում, բայց տրամաբանությունը սուլթանների քայլերի ու հայտարարության լիովին համապատասխանում է։ Վեհարանում փոփոխություն չի լինելու։ Մայրաթորի ներկայացուցիչները հիշեցնում են Փաշինյանին։ Եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանել հնարավոր է, բայց այդ պատմությունը խմբագրել չի լինի։
Էջմիածնի սուրբ վեմի տակ կմնա նա, ով ոտնձգություն կանի դրա դեմ։ Լարա Արաքելյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։